Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի եւ 18-ամյա եղբայրների միջև տեղի ունեցած միջադեպի գործով քննիչներից եւս մեկը լքել է զբաղեցրած պաշտոնը։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը նախորդին հրաման է ստորագրել Երևան քաղաքի կենտրոն եւ Նորքմարաշ քննչական 3-րդ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանին աշխատանքից ազատելու հրամանը։ Նշվում է, որ ազատման հիմք է հանդիսացել իր իսկ գրավոր դիմումը։ Ավելի վաղ այս գործով պաշտոնից ազատվել է նաեւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մեկ այլ քննիչ Հակոբ Կոխյանը։ Ներքին անվտանգության վարչությունը նրա նկատմամբ ծառայողական քննություն էր սկսել խուզարկության կարգի եւ վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումների հիմքով։ Հակոբ Կոխյանը հրավիրվել էր ներքին անվտանգության վարչություն բացատրություն տալու համար, որից հետո դիմում էր ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած վերջնաժամկետից ընդամենը 2 ժամ առաջ Պակիստանի միջնորդությամբ Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնության են եկել երկշաբաթյա ժամանակավոր հրադադարի շուրջ։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ ընդունել է հրադադարի պայմանները եւ ուրբաթ օրվանից Իսլամաբադում բանակցություններ կսկսի Միացյալ Նահանգների հետ։ Թրամփը իր հերթին հայտնել է, որ ձեռնպահ է մնում իրանական կամուրջներին եւ էլեկտրակայաններին հարվածելու սպառնալիքից։ Համաձայնության առանցքային պայմանը Իրանի կողմից Հորմուզի նեղուցի վերաբացումն է նավարկության համար։ Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել անվտանգ անցումը հաջորդ 14 օրերի ընթացքում իր զինված ուժերի համակարգմամբ։ Ու թեև բանակցություններն անցկացվել են Պակիստանում, Թրամփի խոսքով Չինաստանն է Իրանին դրդել համաձայնության։ Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել էր, որ հրադադարը տարածվում է ամենուր, ներառյալ Լիբանանում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սակայն հստակեցրել է, որ թեև սատարում է Իրանի դեմ հարվածների դադարեցմանը, այն չի ներառում Լիբանանում Հեզբոլլահի դեմ մարտերը։ Իրանը ներկայացրել է հրադադարի վերջնական շրջանակը սահմանող ծրագիր, որը նախատեսում է հատուկ ներդրումային հիմնադրամի ստեղծում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հակամարտության ընթացքում հասցված վնասները փոխհատուցելու համար։ Ըստ իրանական ֆարս գործակալության, Թեհրանը նաեւ մտադիր է ապագայում վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից այդ միջոցներն ուղղելով ավերված օբյեկտների վերականգնմանը։ Չնայած այս առաջարկներին Վաշինգտոնում իրավիճակը սրվել է։ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը ծանոթանալով Իրանի 10 կետանոց պատասխանին այն որակել է որպես աղետ եւ ցախողում, սակայն ակնկալվում է, որ կողմերը կհանդիպեն Իսլամաբադում կայանալիք բանակցություններում, որտեղ ամերիկյան պատվիրակությունը կղեկավարի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իսկ իրանականը խորհրդանի նախագահ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Չինաստանն էլ հայտարարել է, որ կշարունակի կառուցողական դերակատարում ունենալ տարածաշրջանում խաղաղության վերականգնման գործում։ Հրադադարի մասին պաշտոնական հայտարարությանը զուգահեռ իսրայելական զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավային Սայդա քաղաքին։ Սպանվել է առնվազն 8 մարդ։ Գրոհի է ենթարկվել նաև Իրաքում իրանամետ Հաշտ ալ-Շաբի խմբավորման դիրքը։ Իսրայելում էլ առնվազն 2 անգամ հնչել են օդային տագնապի ազդանշաններ, նախազգուշացնելով իրանական բալիստիկ հրթիռների ներխուժման մասին։ Երկրի կենտրոնական հատվածում լսվել են պայթյունների ձայներ։ Պարսից ծոցի երկրները ներառյալ Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Կատարը հաղորդել են հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին։ Էմիրություններում հրդեհ է բռնկվել Հաբշան գազային օբյեկտում։ Քուվեյթի բանակը նշել է, որ իր օդային պաշտպանության ուժերը հայտնաբերել են հրթիռային եւ անօդաչուների գրոհներ, իսկ Կատարի պաշտպանության նախարարությունը հայտնել է հրթիռային հարձակման կասեցման մասին։ Հրադադարի մասին լուրից հետո Իրանի մայրաքաղաքի փողոցները լցվել են կառավարամետ ցուցարարներով։ Փողոց դուրս եկած քաղաքացիները բացականչում են «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին», «Մահ հաշտվողականներին»։ Կազմակերպիչները որոշ պահի փորձել են հանդարտեցնել ցուցարարներին, սակայն նրանք շարունակել են վանկարկումները։ Փողոցում այրել են Ամերիկայի եւ Իսրայելի դրոշները։ Սա ի ցույց է դնում արմատականների շարունակական զայրույթը, ովքեր պատրաստվում էին Թրամփի խոստացած Իրանի ոչնչացման գործողությանն ու դրան հաջորդող հետևանքներին։ Բնականաբար կան նաև հակառակ կարծիք ունեցող քաղաքացիներ։ Նրանք էլ վաղ առավոտից փողոցներում տոնում են հրադադարի լուրը։
Չնայած շարունակվող հրթիռակոծությունների եւ անօդաչուների հարձակումների մասին հաղորդումներին, համաշխարհային շուկայում նկատվում է նավթի գնի կտրուկ անկում։ Ամերիկյան հում նավթի WTI գինը գահավիժել է մոտավորապես 15%-ով, կազմելով շուրջ $96 մեկ բարելի դիմաց։ Միջազգային էտալոն համարվող Brent տեսակի նավթի գինը եւս նվազել է, տատանվելով $93 սահմաններում մեկ բարելի դիմաց։ ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն ԱՄՆ-ի եւ Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի համաձայնությունից ընդամենը 1 օր անց Վաշինգտոնում բանակցություններ կվարի Դոնալդ Թրամփի հետ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահն իր դժգոհություններ հայտնել արևմտյան գործընկերներից Իրանի դեմ իր պատերազմին սատարելուց հրաժարվելու համար, թե նախագահը թե պետքարտուղարը ակնարկել էին կառույցից նահանգների դուրս գալու մտադրության մասին, ինչը ցնցել է 77-ամյա անդրատլանտյան դաշինքը։ Թրամփը ՆԱՏՕ-ի գործընկերներին անվանել է վախկոտներ, իրենց տարածքներում գտնվող ռազմաբազաներին ԱՄՆ ուժերի հասանելիությունը սահմանափակելու եւ Հորմուզի նեղուցը բացելու ջանքերը գլխավորելուց հրաժարվելու համար։ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը Բուդապեշտում իր լիակատար աջակցությունն է հայտնել գործող վարչապետ Վիկտոր Օրբանին կիրակի կայանալիք ընտրություններից առաջ։ Նա կոչ է արել հունգարացիներին ընդդիմանալ Բրյուսելի բյուրոկրատներին եւ պաշտպանել երկրի ինքնիշխանությունը։ Vance-ը քննադատել է եվրոպական վերնախավի ձախակողմյան քաղաքականությունը, նշելով, որ այն ձախողվել է միգրացիայի հարցում եւ վտանգել էներգետիկ անվտանգությունը։ ԱՄՆ փոխնախագահը բարձր է գնահատել Օրբանին, նրան անվանելով խաղաղարար, ով պայքարում է ռուս-ուկրաինական հակամարտության լուծման համար։ Ըստ Վենսի, ընտրողները պետք է ընտրություն կատարեն Բրյուսելի թելադրանքի եւ ազգային ազատության միջև։ Միևնույն ժամանակ Հունգարիայի կառավարությունը մեղադրել է Բրյուսելին եւ Ուկրաինային ընտրություններին միջամտելու եւ ընդդիմությանը գաղտնի ֆինանսավորելու համար, ինչը ընդդիմությունը որակել է որպես զրպարտություն։ Դաղստանում գրեթե 1400 տուն անցել է ջրի տակ օրերս տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում, հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Մոտավորապես 600 մարդ, այդ թվում 250 երեխա գտնվում են ժամանակավոր կացարաններում։ Հանրապետությունում ուժեղ անձրևները սկսվել են մարտի 27-ի երեկոյան։ Այս ընթացքում էլ 2 անգամ ուժգին ջրհեղեղ է գրանցվել։ Վերջինը ապրիլի 6-ին։ Մախաչկալայում ռեկորդային տեղումների պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն։ Տարերքը հանգեցրել է տասնյակ տների հեղեղման, մարդկանց տարհանման եւ Խասավյուտ Կադի յուրթ հատվածում երկաթուղային կամրջի փլուզման։ Դաղստանի ավելի քան 327,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։ Դերբենտի շրջանի բնակավայրերից էլ տարհանվել է 358 մարդ։ Մախաչկալայի վարչակազմից պարզաբանել են, որ պատճառը ոչ միայն հորդառատ անձրևներն են, այլև հզոր վարարումային հոսքը, որն արագորեն տարածվել է քաղաքով մեկ եւ կրիտիկական ծանրաբեռնվածություն ստեղծել կոմունալ համակարգի համար։